Երուսաղեմի քաղաքային իշխանությունները ցանկանում են բռնագանձել հայոց պատրիարքարանի գույքը, պատճառաբանելով, թե հոգևոր կառույցը 1994 թվականից չի վճարել իր տարածքի վարձակալությունից կուտակված հարկը։ Մինչդեռ պատրիարքարանն ու տեղի հայերը պնդում են, քաղաքային իշխանությունների պահանջը անհիմն ու անարդար է եւ արդեն դատարան են դիմել կանխելու պատրիարքության գույքի բռնագանձումը։ Եթե Աստված մի արասցե պատրիարքարանի հայցը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կզավթի պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը եւ այն կհանի աճուրդի, որպեսզի հավաքի ենթադրյալ վիճարկվող պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատական գործընթացներում եւ մինչեւ այժմ գոյություն ունեցող սովորույթների համաձայն երբևէ չեն կիրառվել։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից շեշտում են, որ քաղաքապետարանը իրավական հիմքեր չի ներկայացրել ու չի պարզաբանել, ինչպես է կուտակվել ենթադրյալ պարտքը։ Ավելին, ըստ հաղորդագրության, դրա զգալի մասը վերաբերում է մի գույքի, որը փաստացի վարձակալությամբ է տրված հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։ Պատրիարքանից չեն նշում, թե որքան պարտքի մասին է խոսքը եւ ինչ շինություններ են բռնագանձման վտանգի տակ։ Երուսաղեմի 5 քաղաքի մի զգալի հատվածում է հայկական թաղամասը, որտեղ էլ պատրիարքանի շինություններն են՝ Սրբոց Հակոբյանց վանքը, վանքապատկան շինությունները, թարգմանչած դպրոցը, հայկական տպարանը։ Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող միջազգային փաստաբանական խմբի անդամ Մարման Թաթոյանի խոսքով կուտակված ենթադրյալ պարտքը ավելի քան $7 միլիոն է։ Երուսաղեմի համայնքապետարանը փորձում է հավաքագրել հարկեր, ընդ որում միայն թիրախավորելով հայոց պատրիարքությանը, որը ավանդույթի ուժով այն գույքի համար, որը ենթակա չէ ընդհանրապես հարկման, եւ այստեղ նաեւ շատ հստակ պատմական կարևոր ավանդույթներ կան։ Արման Թաթոյանը եւս պնդում է, Երուսաղեմի քաղաքապետարանի ներկայացրած պահանջը անհիմն է։ Բացատրում է, դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները Երուսաղեմում ազատված են եղել հարկերից, դեռ Օսմանյան կայսրությունից սկսած։ Ըստ իսրայելական օրենքի, հարկային պարտավորություն ունեն միայն այն հոգևոր կառույցները, որոնք առևտրային գործունեություն են ծավալում։ Երուսաղեմի հայ համայնքի շահերի ներկայացուցիչը հիմնավորում է պատրիարքությունը առևտրային գործունեությամբ չի զբաղվում, իսկ վարձակալության տված գույքի շահույթն էլ ուղղում է եկեղեցապատկան գույքի պահպանման ու տպարանի դպրոցի ծախսերին։ Եկեղեցականների եկամուտը չէ, դա պատրիարքությանն է, որն ուղղվում է կենսական բոլոր կարիքների բավարարման եւ ավելին ձեզ ասեմ, ինքը համայնքապետարանը պարտք է մեր պատրիարքությանը եւ հակառակը փոխանակ մտածեն նաեւ դա վերադարձնելու մասին ցտրական մոտեցմամբ, հատուկ եմ ուզում ասել, ցտրական մոտեցմամբ միայն թիրախավորել են մեր պատրիարքությունը եկեղեցին։ Երուսաղեմում գտնվող եկեղեցապատկան գույքերը հարկելու մասին քաղաքային իշխանությունները դեռ 2018-ին էին հայտարարել, այն ժամանակ հայտնելով, թե շուրջ $200 միլիոն գույքահարկ չեն վճարել Հռոմի կաթոլիկ, հույն ուղղափառ եւ հայ առաքելական եկեղեցիները։ Սակայն բողոքի մեծ ալիքից հետո իշխանությունները հետ կանգնեցին բռնագանձման գործընթացից։ Դեռ այն ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ այդ հարցով հանձնաժողով ձևավորվել։ Հանձնաժողովը պատշաճ աշխատանքներ չի կարողացել տանել, բայց հանձնաժողովը ինքը գոյություն ունի եւ դրա իրավական լուծումներ գտնելու ձևաչափը այդ հանձնաժողովն է, որովհետեւ այդ հանձնաժողովը որևէ մեկը չի լուծարել։ Թե ինչու են քաղաքային իշխանությունները հիմա միայն հայկական եկեղեցուց պահանջում ենթադրյալ չվճարված հարկը, հայ համայնքում ենթադրություններ ունեն միայն։ Երևի ինչ-որ ճնշման մեխանիզմը, ճնշման փորձեր են հայոց պատրիարքարանի վրա առանձնացնելու, որովհետև երևի համարում են, որ ամենայն թույլ օղակն է այս եկեղեցիների միջև, դե հույները օրթոդոքս աշխարհի աջակցություն ունեն, կաթողիկները բարձ է, որ Վատիկանի աջակցություն ունեն, իրանք էլ մտածել են Թիվանակիդական ճնշումների կողմից ամենաթույլը հայկական պատրիարքությունը կլինի երևի։ Ազատությունը դիմել է Երուսաղեմի քաղաքապետարան մեկնաբանություն ստանալու համար, պատասխան առայժմ չունենք։ Իսկ պատրիարքարանից դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից։ Օրեր առաջ հայոց պատրիարքն օգնության խնդրանքով դիմել էր Իսրայելի վարչապետին։ Պատրիարք Նուրհան Մանուկյանն իր նամակում մասնավորապես հորդորել է Իսրայելի վարչապետին միջամտել, որ Երուսաղեմի քաղաքապետարանը
հայկապետարանը դադարեցնի հայոց պատրիարքության դեմ գործողությունները ու խնդրին լուծում տալու նպատակով վերսկսվի կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները։ Փաստաբան Արման Թաթոյանն ասում է, վտանգի տակ է Երուսաղեմի հայկական ներկայությունը։ Այդ խնդրի վրա պետք է կենտրոնացնել ոչ միայն Սփյուռքի, այլև միջազգային հանրության ուշադրությունը։ Թաթոյանը մտահոգիչ է համարում, որ Հայաստանի կառավարությունը չի միջամտում։ Մենք ամեն դեպքում չենք տենում Հայաստանի կառավարության աջակցությունը, ինչը շատ մտահոգիչ է։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը պետք է առաջինը լիներ այս հայապահպանության, հայոց եկեղեցու ներկայության դարերի ներկայության ապահովման, երաշխավորման հարցերում մեջքին կանգնացնել մեր պատրիարքության։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը եւս ընդունում է. Երուսաղեմում հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, բայց թե ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը այս հարցում, շատ կարճ է արձագանքում։ Պատկերացրեք, որքան դժվար է Հայաստանի հանրության համար մի երկիր, որը նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա։ Հայոց պատրիարքությունը նաև Երուսաղեմի հայկական թաղամասի 25%-ը զբաղեցնող Կովերի պարտեզ կոչվող տարածքի պատճառով է դատարանում հայտնվել։ Տարածքը տարիներ առաջ վաճառվել էր իսրայելական ընկերություններից մեկին։ Տեղում հիմա հայերը հերթապահում են կանխելու հնարավոր շինարարական աշխատանքները։